Իզիալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում։ Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Այրատ Միրզոյանի առանձնազրույցը Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելտկամպի հետ, որը գտնվում է այս պահին Երևանում։ Իդեպ պետք է նշենք, որ Այրատ Միրզոյանը նոր է վերադարձել Հնդկաստանից, որտեղ ունեցել է բանակցություններ իր հնդիկ գործընկերոջ հետ։ Այնպես որ կարծես թե մեր արտաքին օրակարգը բավականին հագեցած է գոնե այս պահին, եւ այստեղ կա շատ լուրջ վերլուծելու եւ քննարկման թեմա, դա առնվազն։ Այսօր մենք անդրադառնալու ենք այս եւ այլ թեմաներին քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Բարև ձեզ։ Մեր օրակարգը սկսենք Նիդերլանդներից։ Նիդերլանդների հետ ինչ ընդհանրություններ ունենք։ Ամենակարևորը ինչ ընդհանուր շահեր ունենք, որովհետեւ առանց ընդհանուր շահերի կարծես թե անհնար է լավ գործընկերություն կառուցել։ Սկսենք նրանց, որ արևմտյան աշխարհի համար եւ Եվրոպական միության համար Նիդերլանդները շատ կարևոր երկիր են, դա եւ Եվրոպական միության հիմնադիր անդամ երկիր է, դա եւ ՆԱՏՕ-ի հիմնադիր երկրներից է եւ անդամ երկիր է եւ Բենիլուքսը համարվում է այսպես մի փոքր Եվրամիություն Եվրոպության մեջ շատ ավելի սերտ կապերով։ Եվրամիության ակունքներն են։ Ակունքներն են, այո, եւ փաստորեն շատ սերտ կապեր կան եւ Բելգիայի հետ, Լյուքսեմբուրգի հետ եւ Ֆրանսիայի հետ, ինչը նույնպես շատ կարևոր է։ Ֆրանսիայի շողքը այստեղ անընդհատ կա։ Ակնհայտ է, որ Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի դիրքորոշումը Բենիլուքսի երկրները կիսում են եւ փաստորեն այդ ներքին խմբավորումը Եվրոպական միության համարվում է ամենա այսպես հայամետը այսօր։ Եթե մենք այդպես է, Եվրոպական միությունը դա ազատ պետությունների միավորում է, դա союзное государство չի, եթե մենք ուզում ենք Եվրոպական միության հետ մերձենալ, իսկ կարծես թե ասում են, թե ուզում ենք, ուրեմն մենք պետք է բոլոր երկրների հետ աշխատենք։ Պետք է նաև աշխատել այն երկրների հետ, որոնք ազդեցիկ են։ Նիդերլանդները անշուշտ ազդեցիկ երկիր են։ Եվ երկրորդը ունեն գիտական պոտենցիալ, տնտեսական պոտենցիալ եւ այլն, եւ այստեղ նույնպես մեր համագործակցությունը շատ կարեւոր է։ Շատ ողջունելի այց է եւ խոսակցություն։ Հնդկաստանից նոր է վերադարձել պարոն Միրզոյանը։ Հնդկաստանը մեզ համար առաջին հերթին, երբ որ մենք ասում ենք Հնդկաստան, հասկանում ենք մատակարարումներ, զենքի մատակարարումներ, եւ որքանով ինձ հայտնի է, հենց Հայաստանը գտնվում է առաջին հորիզոնականում, հնդկական զենքի արտահանման առաջին հորիզոնականում, ինչը ըստ իս ավտոմատ նախապայման է ստեղծում, հնարավորություններ է ստեղծում, որպեսզի մենք ունենանք Հնդկաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ, որովհետև մենք հասկանում ենք, որ այստեղ ոչ միայն փողն է տվյալ դեպքում, այլ նաև կան շահեր հաշվի առնելով Պակիստանի արկայությունը, Պակիստանի դերակատարությունը 44 օրյայում, Պակիստան-Ադրբեջան հարաբերությունները, մի խոսքով դուք այդ ամենը շատ լավ գիտեք։ Պարոն Հովհաննիսյան, արդյոք ժամանակը չէ, որ մենք փորձենք այդ եզրերը գտնել ընդհանուր Հնդկաստանի հետ եւ ձեր գնահատականը կապված այն այցի հետ, որը պարոն Միրզոյանը ունեցավ, եթե մենք փորձենք վերլուծել այն տեղեկատվությունը, որը կա բաց տիրույթում։ Տեղեկատվությունը դրական բաներ է ցույց տալիս, որ Հնդկաստանում կա ձգտում Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու, եթե հետևում ենք հնդկական մամուլին, ասենք օրինակ անգլալեզու մամուլին հնդկական, տեսնում ենք, որ մի տեսակ նույնիսկ հպարտությամբ են ասում, որ Հայաստանը առաջի տեղում է զենքի գնման եւ այլն հարցերում։ Հնդկաստանը ասել, որ կարևոր երկիր է, դա երկիր է, որը եթե ՄԱԿ-ը պահպանվում է, մեծ հավանականությամբ շատ տեսանելի ապագայում վետոյի իրավունք է ստանալու անվտանգության խորհրդում։ Դա ահռելի պոտենցիալ ունեցող ազդեցիկ երկիր է, այն հազվագյուտ երկրներից է, որը ի տարբերություն նայեք կոնֆլիկտը Միացյալ Նահանգների իր բոլոր դաշնակիցների հետ, Հնդկաստանի հետ համարվում են բավական դրական հարաբերություններ, այստեղ իհարկե Թրամփի անձնել կա, իր եւ Մոդիի միջև այսպեսի համակրանք անձնական, ինչը Թրամփի համար շատ կարեւոր է, եւ
տեսնում ենք, որ Հնդկաստանը մի երկիր է, որի հետ Հայաստանի մերձենալու դեմ բողոքում է միայն Ադրբեջանը։ Նույնիսկ Ռուսաստանը չի համարձակվում դա անել, գուցե դա իրենց դուրը չի գալիս, գուցե իրենք կուզեին, գուցե չէ, մենք տվյալներ ունենք, որ իրենք օրինակ պահանջել են Իրանից թույլ չտալ որոշակի քանակությամբ զենքի գալը Հայաստան իր տարածքով, հնդկական զենքի, եղել է այդպեսի նույնիսկ միջադեպ։ Ուրեմն, բայց բացահայտ ասել Հնդկաստանին նույնիսկ իրենք չեն կարող, որովհետև Հնդկաստանը պահում է բավական լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, իրենք էլ են այդ առումով իրենց այսպես ասենք բարեկամների ակումբը այնքան փոքր է դարձել, որ իրենք չեն կարող Հնդկաստանին նեղացնել։ Դուք շատ կարևոր բան նշեցիք, պարոն Ավանեսյան։ Ասացիք, եթե ՄԱԿ-ը պահպանվի։ Ազգերի լիգան վերածվեց ՄԱԿ-ի 46 թվականին երկրորդ համաշխարհայինից հետո։ Ինչ պիտի հիմա լինի, որ ՄԱԿ-ը վերածվի, տրանսֆորմացվի այլ կառույցի։ Տրամպը ընդհանրապես դա բանն է, մի ինչ-որ սև կարապն է, միջազգային քաղաքականություն, որտեղ բոլորը ասում էին, որ Չինաստանը եւ Ռուսաստանը երկու առնվազն մշտական անդամները անվտանգության խորհրդի, այսինքն երաշխավորները միջազգային անվտանգության, չէ, այդ 5 երկրները համարվում են երաշխավորներ, բավարարված չեն մեղմ ասած ՄԱԿ-ի աշխատանքով եւ դերով, եւ նույնիսկ այսպես խոսքեր գնում, որ Չինաստանը կփորձի այլընտրանքային ՄԱԿ ստեղծել։ Նույնիսկ խոսվում է նրանցին, որ առաջի փուլում BRICS երկրների եւ Չինաստանին անմիջապես հարևան երկրների համար։ Բայց հիմա համար 1 հակառակորդը ՄԱԿ-ի դարձել են ամերիկյան բաները, այդ տրամպական այդ շարժումը, որը ՄԱԿ-ում տեսնում է համաշխարհային կառավարության, բանը Ամերիկայից ինչ որ փողեր կորզելու, հա, արյունը ծծելու Ամերիկայի այդ իրենց արտահայտություններն են եւ փաստորեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հնարավոր ամենայն դեպս բաց քննարկվող դուրս գալը ՄԱԿ-ից կամ հրաժարվել ֆինանսավորել ՄԱԿ-ը եւ այլն եւ այլն այդ գործողությունները կարող են բերել նրան, որ միջազգային հանրությունը գտնի իր համար նոր այդպեսի միջազգային անվտանգությունը եւ համագործակցությունը ապահովող ինչ որ այլ կառույցների ճանապարհով գնա։ Հիշենք, որ եւ ազգերի լիգան եւ ՄԱԿ-ը պատերազմի ավարտից հետո են ստեղծվել, եթե այդ նոր կառույցը լինի ոչ պատերազմի միջոցով եւ ոչ պատերազմի ավարտին, այլ այսպես ինչ որ միջազգային հարաբերությունների որոշ գործընթացների արդյունքում էլի լավ է, որ դա չի լինի շատ ցավալի։ Ամենևին չեմ կարող պնդել, որ դա արդեն կանխորոշված է, բայց տենդենսներ կան, որ Տրամպի կառավարությունը դիտարկում է ՄԱԿ-ը որպես ավելորդ մարմին, այստեղ կա նաև Իսրայելի աջակցության գործոնը։ Պարզ է, որ ոչինչ չի կարողանում անել Ամերիկան համոզելու համար մարդկության մեծամասնությանը, որ Իսրայելի գործողությունները արդարացված են, ճիշտ են, պետք է որ Իսրայելը չարիք չէ։ Հա, չի կարողանում։ Ինչ եւ ճնշում է, եւ համոզում է, եւ այն հայկական հայտնի ֆիլմի նման օրինակ է ծառայում, ինչ անում է, չի ստացվում, որովհետեւ հենց որ անվտանգության խորհրդի վետոյի հարց չկա, օրինակ մտնում է գլխավոր ասապլը, տեսնում եք ինչ է քվեարկություն կատարում։ Ուրեմն կա այդ խմբավորումը ծայրահեղաչ, նաև պրոիսրայելական, նաև բացի այդ հակագլոբալիստական բաներից գտնում է, որ մեզ այդպեսի ՄԱԿ պետք չի։ Եթե մեր Իսրայելին դեմ է այդ ՄԱԿ-ը, մենք Իսրայելին ենք ընտրում, ՄԱԿ-ը պետք չի, Իսրայելն է պետք։ Դա էլ կարող է լինել գործ։ Վերադառնանք նաև քննարկենք նաև Ուկրաինա ԱՄՆ բանակցությունների արդյունքները, երևի ամենալավ բնութագրումը տվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտարարելով, որ գնդակը այլևս Ռուսաստանի դաշտում է։ Դուք ինչպես կգնահատեք այդ բանակցությունների արդյունքը, արդյոք սա վերջնական արդյունք է եւ արդյոք փոփոխությունների կարիք չկա։ Սա վերջնական արդյունք չէ, դե Ռուսաստանի պատասխանը դեռ նույնիսկ չկա, բայց եթե Չէ, Ուկրաինա Ռուսաստանի, Ուկրաինա ԱՄՆ բանակցություններում։ Ոչ, բայց սա արդեն կոմպրոմիս է,
ամերիկյան կողմը դա Տրամպի էլի ադմինիստրացիան, թե Տրամպի մենք վերադառնում։ Ադմինիստրացիայի առանձնահատկությունն է պետք է գնա կոմպրոմիսների առանց ցույց տալու, որ գնացել է կոմպրոմիսների, որովհետև իրենց այդ մագա ընտրողը պիտի համոզված լինի, որ աշխարհի ուժեղ տղան նստած է Ամերիկայի գահին եւ բոլորին ծնկի է իջեցնում, ասես պոպուլիստական կառավարման ձև է, բայց եթե նայում ենք ողջ նախապատմությունը, Զելենսկու այդ կոնֆլիկտը արագ թռնել Բրիտանիա, Եվրոպայի, ողջ Եվրոպայի, ոչ միայն Եվրոպական միության, Եվրոպա մինուս Հունգարիա, արձագանքը եւ ծայրահեղ աջակցությունը, որ վայելում է Զելենսկին Եվրոպայում, պարզ դարձավ, որ պետք է գնալ կոմպրոմիսների, դե մի կոմպրոմիսը արդեն կար։ Զելենսկին այդ օրը, եթե չլիներ կոնֆլիկտը, որը կարծում եմ հենց դրա համար էլ հրահարվեց, պետք է ստորագրեր ընդերքի պայմանագիրը, որը այն չէր, ինչ որ իրեն առաջարկում էր Տրամպը առաջին օրերից, եւ դա իր բիզնես մոդելն է, օգտվելով թուլությունից մարդու, այսպես արդեն կան գրքեր եւ այլն, որ պատմում են իր բիզնես այսպես կյանքի մասին, իր գործնական կյանքի մասին, օգտվելով հանգամանքներից, ծայրահեղ մի քիչ էլ իր լումանը տեղներ դնելով, այժմ ինչ որ ստանալ ռեսուրսներ։ Եվ դա բնութագրվում է որպես արվեստ։ Արվեստ, այո, եւ ես ինձ համար ամենատարօրինակը, որ հանրապետականները ավանդական իմաստով հանրապետականները, որոնք ասենք իրենց համարում են Ռեյգանի աշակերտները եւ այլն, ասում են, որ դա արվեստ է, որ մեր նախագահան աշխարհի լավագույն deal maker-ն է, այսինքն գործարքներ։ Դա ինչև է լավ, ինչ որ կա, նայել ունենք։ Այն Զելենսկին իհարկե Եվրոպայի աջակցությունը նաեւ ունենալով եւ ուկրաինացի ժողովրդի շպրտեց բառացիորեն, ֆիքսված է, որ բարձր տոներով է անցել Վոլցի եւ Կելոգի կներեք, թե Վոլցի եւ Զելենսկու հանդիպումը Կիևում մերժեց, սա իհարկե արդեն կոմպրոմիս է։ Այստեղ փաստորեն ոչ թե ողջ ընդերքն է վերցնում Ամերիկան, այլ կեսը, իսկ մնացած կեսը պետք է նպաստի Ուկրաինայի անվտանգությանը, վերականգնմանը եւ այլն։ Իրենց հաշվարկներով, չեմ կարծում, որ դրանք շատ հիմնավոր են, բայց հաշվարկներով խոսքը գնում է 500 միլիարդ դոլարի, դե 250 միլիարդը Ամերիկային, 250 միլիարդը Ուկրաինային։ Ինչը համատած 500 միլիարդ Ամերիկային եւ 0 Ուկրաինային, դա մեծ առաջընթաց է։ Իսկ կարող է ստորագրել։ Ես նույնիսկ ասեմ, կարող եմ պատկերացնել շատ քաղաքական գործիչներ, որ տեղում կստորագրեինք, ասեն դե ելք չունենք, պետք է կյանքեր բրկել։ Եվ այլն։ Հիմա Ռիադում ինչներ վատը։ Եվրոպացիները ներկա չէին, դա պահանջներից մեկն է։ Ուրեմն այստեղ ամերիկացիները մինչև վերջ գնացին, չհամաձայնվեցին։ Արդեն ընդերքի պայմանագիրը կոմպրոմիսային է, արդեն այն որ կա սեղանի վրա, նա արդեն կոմպրոմիսային է։ Սա երկու։ Փաստորեն ճիշտ է, նախապես անընդունելի հայտարարություններ արեց Ռուբիոն, որը դիվանագիտական արվեստի տեսակետից անընդունելի է, փաստորեն Ռուսաստանին առավելություններ տարածքային եւ այլն տալով։ Որ Ուկրաինան պետք է գնաց իջում։ Այո, եւ այլն։ Այսինքն դու Ուկրաինայի տեղը իրավունք չունես խոսել, եթե դու միջնորդ ես, դու Ուկրաինայի տեղը խոսել իրավունք չունես։ Բայց ես նայում եմ եվրոպացիների ռեակցիան չափավոր օպտիմիզմ։ Այսինքն Տրամպի ասածով չեղավ, բայց մեր ասածով էլ լրիվ չեղավ, ինչ որ մի հատ միջին կետում ենք, Զելենսկու կողքին ենք, Զելենսկու հետ ենք, նայեք կարևոր ելույթները, որոնք պետք արդեն մտան պատմության դասագիրք, ինչպես Ֆուլտոնի ճառը ասենք, Մակրոնի հայտնի ելույթը եւ Ֆոն դեր Լեյենի ելույթը 3 նրա մասին, որ Եվրոպան դառնում է ռազմաքաղաքական, ինչ որ մենք նաև քննարկել ենք, որ դա տնտեսական միավոր է, քաղաքական, աշխարհայացքային, տեխնոլոգիական ազդեցության, բայց ոչ ռազմական, որ մենք ելք չունենք, մենք շատ արագ պետք է դառնանք ռազմաքաղաքական միավոր եւ նույնիսկ մենք պատրաստ ենք զիջել այնտեղ կան սղաճի եւ այլն շատ խիստ համանախապակումներ Եվրոպական միությունում։ Դրանք վերանայենք, որովհետեւ այդ գինը մենք պետք է տանք, բոլոր 27 երկրները պետք է տան, եւ իրենց ազգային բանակը զարգացնելու համար, եւ համաեվրոպական ինչ-որ ռազմական
միավոր ստեղծելու։ Ես կարծում դա հենց ՆԱՏՕ-ի եվրոպական այսպես ակտիվներն են, որոնք պետք է դառնան եվրոպական, դա դրա մասին բացահայտ է խոսվում։ Եվ բնականաբար Մակրոնի խոսքը, որ ամենամարտունակ բանակը ֆրանսիականն է, ինչը ճիշտ է Եվրոպայում, ամենամոդեռնիզացված եւ այլն, ամենազարգացած եւ ինքնուրույն, սա շատ կարեւոր է Ամերիկայից, ռազմաարդյունաբերական համալիրը դա ֆրանսիականն է, ուրեմն մենք պատրաստ ենք լինել առաջատարը, մենք պատրաստ ենք լինել այն ծածկը նոր Ամերիկայի փոխարեն, որը մենք բոլորս եվրոպացիներով պետք է մեր համար ստարկենք, հիմքը, հա, լինենք մենք։ Մեծ Բրիտանիան էլ փաստորեն եւ Նորվեգիան, որոնք եվրոպական միության անդամ չեն, հայտարարեցին, որ եւ իրենց ֆինանսական եւ ռազմական միջոցներով կանգնած են այդ եվրոպական համակարգի կողքին։ Հիմա կասեն բրիտանացիները միշտ դեմ են եղել միասնական Եվրոպային, որովհետև դա իրենց շահերից չի բխում եւ այլն, խանգարում է իրենց դոմինանտ, այն վախերը, որ իրենք ունեն կապված Ամերիկայի Միացյալ Նահանգների պահվածքի եւ Ռուսաստանի պահվածքի, դա իրենց համար սա 1939-40 թվականներն են, երբ Բրիտանիայի լինել չլինելու հարցներ լուծվում, արդեն բրիտանական պայմանական կայսրության, հա, համագործակցության երկիրի, որի միապետը Բրիտանիայի միապետն է, ասում են, որ պետք է միանա Միացյալ Նահանգներն, Կանադայի մասին է խոսքը։ Այսինքն բանը բանից անցնում է եւ Բրիտանիան եւ Նորվեգիան նույնպես կանգնած են կողքին։ Այլ խնդիր է, բայց ինչու է պետք ուրեմն Զելենսկուն ստիպել գնալ բանակցելու Ամերիկայի հետ, ստիպել ինչ-որ զիջումներ անել, ինչու պետք է պորոտախոսությունը ամերիկյան դիվանագիտության իհարկե հաճախ շատ կտրուկ պատասխանել, բայց մեկ-մեկի ուշադրություն չդարձնել, որովհետև դրա համար պետք է ժամանակ, դրա համար առնվազն պետք է 3-4 տարի, որպեսզի հիմքը դրվի ամեն ինչի, ուրեմն այդ 3-4 տարվա ընթացքում ուղղակի բախման գնալ Միացյալ Նահանգների հետ Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ։ Ինչպես նաև ուղղակի ռազմական բախման գնալ Ռուսաստանի հետ դեռ պատրաստ չէ։ 3-4 տարի հետո ցանկացած բախում, եթե այնպես ինչպես որոշել են եվրոպացիները ամեն ինչ արվի, իսկ դրանք կա 3 կարևորագույն երկրների համաձայնությունը՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա, հա, եւ մնացած երկրների գրեթե կոնսենսուսը։ Եթե իրենց նպատակներին հասնեն, ցանկացած բախում բերելու են նրան, որ նոր ՆԱՏՕ-ի զորքերը Մոսկվայում են վերջացնելու պատերազմը։ Այսինքն, պարոն Հովհաննիսյան, փաստացի ինչ է ստացվում։ Մի պարադոքսալ իրավիճակ է ստացվում, ձևավորվում, երբ որ շատերն ինչ է խոսում, որ այս Թրամփի գործողությունների արդյունքում Եվրոպան քայքայվելու է, քանդվելու է, բայց մենք տեսնում ենք, որ Եվրոպան այդ վտանգի, որը գալիս է Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից, էլ ավելի է կոնսոլիդացվում եւ ամրապնդվում եւ նույնիսկ Նորվեգիան, ինչպես դուք ասում եք, եւ Մեծ Բրիտանիան, որ Եվրամիության անդամներ չեն, այսօր իրենց կարողությունները պատրաստ են դնել ընդհանուր կաթսայի մեջ, իսկ Էմանուել Մակրոնը արդեն հանդիպել է 30 երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ։ Այսինքն, արդյոք տպավորություն չի ստեղծվում, որ Թրամփը կարող է ստանալ դեպի հակառակ արդյունքը։ Ես դա բերում եմ արդեն խոսել եմ հրապարակային դրա մասին, նայեք որքան է գնահատվում Տրամփի ադմինիստրացիայի կողմից իրենց ազդեցությունը։ Իրենք մտածում են, որ Միացյալ Նահանգների ազդեցությունը 100%-ով արդեն իրենցն է, գումարած իրենք ավելի էֆեկտիվ են այն օգտագործում, մի 120% է, ուրեմն ոչ թե 100։ Նայեք, շատ լավ օրինակ են գերմանական ընտրությունները։ Մասկը անձամբ միջամտում է։ Վենսը անձամբ միջամտում է, Տրամփը փաստորեն անձամբ միջամտում է։ Երեքն էլ ցույց են տալիս ամբողջ քաղաքական սպեկտրից մեկ կուսակցության վրա եւ ասում են գերմանացիներ այս սրանց պետք է ընտրեք։ Մենք այս սրանց հետ ենք ուզում աշխատել, մնացածը մեր համար գոյություն չունեն։ Եվ ինչու է պատասխանում գերմանացի ժողովուրդը։ Ուրեմն այդ հռետորաբանությունից առաջ ինչ ցույց էին տալիս հարցումները, արդեն որքան մարդու իրեն կարողացել էին համոզել, այլ ընտրանքը Գերմանիայի, նույնքան էլ ձայն են ստանում։ Այսինքն արդյունքը 0 Մասկի միջամտության սկզբից մինչև ընտրությունների օրը եւ նայում ես Մասկի միջամտության նախորդ օրվա հարցումները, նույն արդյունքն է 0 ազդեցություն։ Հիմա Կանադա բարեկիրթ, քաղաքակիրթ, ոչ ագրեսիվ կանադացիները համատած չէ ամերիկացիների։ Հիմա նայեք ինչ է կատարվում, մի ազգայնականության
կանադական, հա, համապետական։ Ամերիկյան ապարանքներն են խանութներից թափում։ Բանը elbow up-ը, այսինքն արմունկը բարձրացնելը, դա հոկեյի ամենադաժան հնարքներից մեկն է, որով հայտնի են կանադացի հոկեյիստները, որոնք ջնջվում են պարզապես իրենց հակառակորդներին ֆիզիկապես, եւ կան կանադացի հոկեյիստներ, որոնք դրանք վարպետ են մեծ համարվում, արմունկով մարդ անջատելու էլի, եւ ամբողջ իրենց դարձել է ազգային բանը, այսինքն իրենք Տրյուդոն է ցույց տալիս, կանադացիները ամերիկյան շոուներին գնում են, Ամերիկայում ապրում են, ցույց են տալիս։ Դուք հասկանում եք, սա ազգայնակ սիմվոլիկան, եթե նայեք ազգայնականության աճը ինչն է, դա ընդհանուր պայքարի սիմվոլների բանն է, համընդհանուր ազգային գիտակցությունը եւ այլն։ Կանադայում հիմա այսօր շատ ավելի բարձր է, քան մինչև Տրամպի այդ գործողությունները։ Եվ սա ակնհայտ է, եւ արդեն Տրամպը մեղադրում է դաժան անմարտկային կանադացիներին, որոնք շատ դաժան են ամերիկացի ժողովրդի նկատմամբ եւ որոշ սահմանամերձ տարածքում էլեկտրականությունը անջատում են։ Այսինքն իր փաստորեն տարիքները դա բարեկամական գործողություններ են։ 50% է հասցրել։ Հա, Կանադայի պետականությունը ժխտելը, լիդերներին վիրավորելը, դա թշնամական գործողություններին չեն, իսկ պատասխան տնտեսական սանկցիաները դա բան է, անմարտկային է եւ դաժան։ Սա մի բան է, գիտեք ինչ կա Կանադայի, Ամերիկայում մի բնակչության մաս, որպես կանոն շատ վատ կրթված եւ ոչ այնքան հարուստ, որոնք այդպիսի շովինիստական պրոպագանդան կոմպենսացնում է իրենց թերարժեքությունը իրենց անձնական կենցաղում կյանքում, բայց հարցումները ցույց են տալիս եւ Փառք Աստծո ողջ ամերիկյան ժողովուրդը չի այդպես մտածում, գրանցված հանրապետականների, ես տեսեք չեմ ասում ամերիկացիների, գրանցված հանրապետականների, այսինքն ամենապահպանողական մասի Ամերիկայի 63 թե 65%-ը կտրականապես դեմ է Տրամպի քաղաքականությանը Կանադայի հանդեպ։ Դա իր ընտրողն է։ Ես չեմ ասում դեմոկրատական եւ անկախ ընտրողներին։ Այնտեղ 80-90%-ի մասին է խոսքը։ Այսինքն դուք շատ ճիշտ եք եւ ես փուլը ամփոփեմ, որ իրենց պատկերացումները, որ մարդիկ մանիպուլատիվ են եւ այլն, որ կարելի է ամբողջ երկրներ մատի վրա խաղացնել եւ այլն, այս փուլում դեռ իրենց մոտ չի ստացվում։ Տեսեք, պարոն Հովհաննիսյան, շարունակեմ ձեր միտքը, ձեր սոցհարցումների բերված ցուցանիշները, Թրամփի քաղաքականությունը, որը բերում է որոշակի դեպքում ազգայնականության աճի, ինչպես դուք ասում եք, որը հղի է ՄԱԿ-ի քայքայումով եւ միգուցե վերացումով, որը հղի է նրանով, որ Չինաստանի դերակատարումը կարող է այս ամենի արդյունքում աճել։ Արդյոք այդ ամենը ներքաղաքական գործընթացներում ԱՄՆ-ի, հա, էլիտայի մոտ, հա, կարևոր չէ հանրապետական կլինի թե դեմոկրատական, ես կարծում եմ, որ իրականում ԱՄՆ-ի նպատակները աշխարհում նույնն են, այսինքն եւ դեմոկրատների եւ հանրապետական մեծ հաշվով, հա, դա գեգեմոնիան է եւ դա նորմալ է երևի թե այդպիսի երկրի համար։ Արդյոք այդ ամենը անհանգստություն չի առաջացնում եւ հետևանքների հետ կապված, որովհետեւ Թրամպը հետևողականորեն փորձում է իր անձնական իշխանությունը ամրապնդել, իսկ ինստիտուտների դերը նվազեցնել։ Իսկ սա հակասում է ամերիկյան դարավոր դեմոկրատական եւ քաղաքական ամենակարևորը արժեքներին։ Մի շատ լավ սկեչ ունի Ամերիկայի ամենահայտնի սկեչ շոու Saturday Night Live SNL-ը, որտեղ նկարագրված են հայրերը Ամերիկայի, որոնք պատմական կոստյումներով դերասաններ, հիմնադիր հայրերը, որոնք քննարկում են եւ այնտեղ ուղակի մեջբերումներ են, որ մենք Անգլիայի նման չենք լինելու, մեր մոտ թագավոր երբեք չի լինելու եւ այլն, մտնում է դերասանը, որը փայլուն մարմնավորում է Թրամփին եւ ասում է՝ մի վարքյան, այդպես միանգամից մի ասեք, այդպես միանշանակ չի ամեն ինչ։ Ակնհայտ է, որ կա խմբավորումների Ամերիկայի Միացյալ Նահանգների վերնախավում, որոնք գնում են փաստորեն պետական կարգի փոփոխման։ Եվ ակնհայտ է, որ օրինակ Կանադայի դեմ օպերացիան որևէ այլ նշանակություն, քան ամերիկյան հասարակության մեջ լարում առաջացնելու եւ օգտվելով պահից ինստիտուտները գրավելու չունի։ Դրա մասին արդեն բացահայտ խոսում են եւ դեմոկրատները, եւ չեզոք
եւ նույնիսկ հանրապետականների մի մասը, դեռ փոքրամասնությունը, բայց մի մասը։ Ակնհայտ է, որ այդ խմբավորումը, դրանք մեկը չեն, 2-3 խմբավորումներ ուզում են կոպիտ ասած Իվանիշվիլի անել Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց գիտեք ինչ, չկա որևէ խմբավորում Ամերիկայում եւ աշխարհում եւ այլն, որը Ամերիկայի մասշտաբները հաշվի առնելով բոլոր առումներով մասշտաբները եւ այդ թվում նաեւ հեգեմոնիան աշխարհում, որ այսպես ասած կներեք պորտը չպատրվի այդ օպերացիայի ժամանակ։ Ես այս առումով չափավոր լավատես եմ, նույնիսկ բանավիճում եմ ընկերների հետ, որ ինստիտուտները հաղթելու են այս հեղաշրջման փորձին։ Իհարկե Ամերիկան կարող է ունենալ կորուստներ, ինչ որ ցանկացած պատերազմ նույնիսկ հաղթանակած ինչ որ կորուստներ է բերում եւ անդառնալի նաեւ կորուստներ։ Բայց որ համակարգը, որը 18-րդ դարի 70-ական թվականներից արդեն ստեղծվել է, որպես սпасել է, որ Տրամպ է գալու մի օր, մի տարուց 100 տարուց թե 150 տարուց գալու է Տրամպ անպայման, որը ուզելու է անհատական ռեժիմ հաստատել, եթե այդքան բանից հետո եւ այդքան ինստիտուտներից հետո իրենք չկարողանան դա հաղթարել, դե կներեք, այդպես քիչ հավատալու է։ Եվ երևի թե վերջին տրամաբանական հարցը, պարոն Հովհաննիսյան, Տրամպին, այսպիսի Տրամպին օդիպես անհրաժեշտ է հաղթանակ։ Ինքը վերջը մի բան պետք է ներկայացնի, հա, բացի պոպուլիստական հայտարարությունից, իսկ ես միջև այսօր այլ բան չեմ լսել եւ չեմ տեսել ԱՄՆ-ում։ Ռուսաստանի հետ գործարքը, վերջը Ուկրաինայի հետ գործարքի կենսունակությունը եւ հետագա ընթացքը կախված է դրանից, թե արդյոք Ռուսաստանի հետ այդ գործարքը կընկվի թե ոչ։ Ես գիտեմ, որ այս շաբաթ սպասվում է Օլցի այցը Ռուսաստան, ամենայն դեպս նրանք այդպես հայտարարեցին եւ պետք է լինեն բանակցություններ Պուտինի հետ։ Պուտինը այս հարցում ձեռք կմեկնի Տրամպին։ Տրամաբանորեն պետք է մեկնի, որովհետև դա իր համար փրկողակ է, այն կարմիր փրկողակն է ծովում, որին եթե նա ձեռք չգցի ինչ-ինչ պատճառներով, ուրեմն ինքնասպան է, բարձրապես ինքնասպան։ Ռուսաստանը այդ վիճակում չէ, բայց ոչինչ 100%-ով ասել հիմա չի կարելի։ Կարող է իսկապես եւ ինքնասպան է, չգիտենք, որտեղ ինչպես շատ այլ քայլեր Պուտինի հաշվարկելի չէին, կամ Տրամպի, այնպես էլ չգիտենք ինչ կլինի։ Երբ որ երկու այդ կարգի անհաշվարկելի անձնավորություն փորձում են իրար հետ գործարք անել, ինչ ասես կարող է տակից դուրս գալ։ Բայց մի բան ասեմ, որ իրենք փորձելու են Ռուսաստանի հետ գործարքը ծախել որպես հաղթանակ, եթե պատկերացնենք, որ ամեն ինչ ստացվեց ինչպես խոսվում է, բայց ամերիկյան հասարակության ճնշող մեծամասնությունը անկախ գաղափարական հայտնի այդ երկու ճամբարներից, հա, գտնում է, որ դա հաղթանակն է Պուտինի։ Եվ մոտակա 4 տարին Տրամպը եւ իր այսպես թիմը պետք է ապացուցեն ամերիկյան ժողովրդին, որ ոչ թե Ռուսաստանն է իրենց հաղթել, այլ իրենք Ռուսաստանին։ Դա այդքան էլ հեշտ չի։ Չեմ ասում անհնար է, բայց այդքան էլ հեշտ դյուրին բան չէ, առավել եւս որ Ամերիկան ժողովրդավարություն է, որտեղ կա ազատ մամուլ, որտեղ կա անդիմադիր պաստորեն մամուլ, որտեղ կա դեմոկրատական կուսակցություն, որտեղ կա հանրապետական կուսակցության մեջ նույնիսկ կա դիսկուսիա։ Կանադայի մասով։ Ցանկացած, հա, առնվազն, հա։ Չէ, դուք նայեք Դանոնն ու Մասկը, Մագան եւ այդ տեխնո կորպորացիաների միջև բանավեճը արդեն մամուլում ազատ քննարկվում է, ինչ ասեց իրար չեն մեղադրում եւ այլն։ Այսինքն նույնիսկ իրենց մեջ կա այդ բանավեճը։ Եվ դիտարկենք նաեւ սա տրամաբանական է, պարոն Հովհաննիսյան, երկրորդ սցենարը, եթե Թրամփն ու Պուտինը չեն պայմանավորվում, ինչ է լինելու այդ դեպքում։ Երեք արդեն Թրամփը հայտարարեց, որ վերսկսում է տեղեկատվական տվյալների տրամադրումը Ուկրաինային, զինատեսակների մատակարարումները, այդ դեպքում ինչ է լինելու, եթե նրանք չեն գործարք չի կնքվում։ Նախ պետք է ցավով ասեմ, որ իրենց այդ հնարքը չտալ այդ տվյալները արժեցավ մի քանի 100 ուկրաինացի զինվորականի կյանք եւ մի քանի խաղաղ քաղաքացիների։ Սա արդեն ասեմ, թե այդ խաղերը ինչ գին ունեն, այդ խաղերի հետևում մարդկային կյանքեր են։ Սա մեկ, սա ցույց է տալիս, ասենք, ինչերի է պատրաստ գնալ Թրամպը հանուն իր գործողությունների։
Սա մեկ։ Երկրորդը, տեսեք, տեսականորեն Ամերիկան պետք է սկսի Պուտինի ոչնչացումը։ Բայց անելու է Ամերիկան դա թե ոչ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև անհասկանալի։ Որովհետև Թրամփը անկախատեսելի է։ Շնորհակալ եմ շատ ձեզ, պարոն Հովհաննիսյան, հետաքրքիր զրույցի համար։ Մեր հյուրն էր քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։ Այսպեսին էին այսօրվա մանրամասները, ես Դավիթ Ստեփանյանն եմ, կհանդիպենք։